Երբ մենք խոսում ենք կրթության բյուջեի մասին, պաշտոնական մարմիններից հաճախ լսում ենք, որ այդ թվերը ավելանում են։ Իրականում այո 21 թվականից ի վեր կրթության բյուջեն ավելացել է, բայց ընդհանրապես միջազգային ասպարեզում ինչ ընդունված չափանիշներ կան։ Համախառն ներքին արդյունքի քանի տոկոսն է հատկացնում կրթությանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցանիշներով 4-ից 6%-ը այն սահմանագիծն է, որ եթե դու իսկապես կարևորում ես կրթությունը, դու պիտի գոնե 4%-ը տրամադրես։ Հայաստանում որքան էլ որ մենք նկատում ենք ավելացումներ, միջինը վերջին տարիների կտրվածքով 2.5%-ն է, այսինքն սա նշանակում է, որ մենք դեռ շատ մեծ աշխատանք ունենք, որպեսզի մենք ոչ թե համեմատենք թե 1-2 տարի առաջ ինչ ենք ավելացրել, այլ մենք հասկանանք, թե աշխարհում այն երկրները, որոնք իրականում ունեն կրթության մեզ համար շատ օրինակելի իրավիճակներ, ինչ են իրենց բյուջեից ինչքան են հատկացնում կրթության։ Հիմա դուք այստեղ տեսնում եք 2021 եւ 25 թվականներին, հա, կրթության բյուջեի փոփոխությունները 21 թվականին տեսնում եք ինչքան է եւ հիմա 25 թվականի տարբերությունն եք տեսնում։ Բայց եթե մենք համախառն ներքին արդյունքի այդ նվազագույն ցուցանիշի հետ չենք հասել, մենք պիտի ճիշտ պատկերացում ունենանք, թե մենք ինչ անելիք ունենք, որպեսզի այդ ընկալումը դառնա նաև գործնական քայլերի համար հիմք։ Եվ վերջերս մենք կրթության նախարարությունում էինք, բարձրացրեցինք այդ հարցը եւ պաշտոնական պատասխանից հասկացանք, որ երբ որ դու այդ հարցը բարձրացնում ես, անպայման դա իր նշանակությունը կարծես թե ունենալու միտումներ դրսևորում է։